կաթողիկոսը ամուսնացած երեխեք ունի։ Մեկն էլ ինքն է կաթողիկոսի զավակներից, անառակ զավակներից մեկն էլ ինքն է։ Եվ բոլոր նրանց, ովքեր որ այսպիսի բան կասեն, այս նույն պատասխանն իրենց։ Մեկն էլ իրենք են, ով որ այսպիսի բան կասեն կաթողիկոսին։ Ստեփան Ասատրյանն ինքն է իր անընդունելի վարքագծով ու խոսքով իրեն դուրս դնում հայ առաքելական եկեղեցուց, նկատում է Տեր Մանուկը։ Քամի եք անցնի, փոթորիկ եք անցնի։ Դրա հետ այդպեսի փոթորիկներ են եկել էս եկեղեցու մեջ անցել։ Տեր Հայրն ասում է չի զարմանա, եթե մի օր վեհարանի վրա հարձակվողների առաջին շարքերում տեսնի իր նախկին հոգևոր եղբայր Ստեփանին։ Ըստ նրա, եթե բանտարկեն վեհապարին, բանտը կդառնա վեհարան։ Թող հարձակվեն, թող տանեն կաթողիկոսին։ Կաթողիկոսին կտանեն, ենթադրենք բանտ, բանտը կլինի վեհարան։ Ավելի լավ կորտնվեն բանտի ժողովուրդը։ Ուր էլ տանեն, վեհապարը մնալու է վեհապար, ուր էլ տանեն, այդ տեղը դառնալու է վեհարան։ Թող գրոհեն։ Կաթողիկոսն իր գահին չէր լինի մինչև հիմա, եթե չուզեր Աստված, ասում է քահանան։ Իսկ ով է այն քահանան, որին ինչպես Փաշինյանն էր ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, ձեռք է գցել մի հոգևորական։ Մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռմեռակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Թող այդ լռությունը խախտեն իրավապահները, պահանջում է Տեր Մանուկը։ Թող մեր բոլոր ուժային կառույցները արձանագրեն այս խոսքերը եւ ընթացք տան, եւ եթե այդպիսի բան կա, թող պարզեն, բայց եթե չկա, ստախոսներին եւ զրպարտողներին, որ իրենք են եւ առանց ամանչելու նույնիսկ բարձր ամբիոններից խոսում են, թող իրենց էլ պատասխանատվության ենթարկեն։ Բայց ինչ է իրավապահների սահմանած պատիժը, երբ կա երկնային դատավորինը։ Նախկին քահանա Տեր Արամին Տեր Մանուկը զգուշացնում է, եթե անգամ մի օր դարձի գա ապաշխարի, պետք է հիշի։ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունները չեն ներվում։ Շատ ուշադիր պիտի լինեն։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։